Էշի թեման թողենք, որովհետև անասնաբուժական գիտելիքներ չունեմ, կարողանամ հիմնավոր ձևով պարզաբանել, բայց խնդիրը այստեղ ինչն է։ Սերժ Սարգսյանը հիմա ինչ է ուզում ասած լինի։ Բոլորս դա ենք ուզում հասկանալ, պարոն Անդրեաս։ Էրնակ հասկանանք ինքը ինչ է ուզում։ Այսինքն լավ, ինքը այնքան վատ կառավարիչ էր, որ ժողովուրդը գնաց բերեց Նիկոլ Փաշինյանը, ասի ով իրան հեռացնի, պատրաստ եմ նրան ընտրել։ Ոչ մի կազմակերպական, ոչ մի փորձառության խնդիր չի նայե Փաշինյանին ընտրելու համար։ Այդ ալիքի ու ոգևորության վրա բերել է։ Հիմա լավ, դրանից հետո անցել են տարիներ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասել են բերեք ստեղծենք հայրենիքի փրկության շարժում, ով մեզ չմիանա, Նիկոլա։ Չեն էլ ասում են Նիկոլականա, ով չմիանա, Նիկոլա։ Այսինքն համարյա հավասարեցված վիրավորանքի։ Հա, ասում ենք լավ, երբ որ դուք իրար հետ միացել էիք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, բայց դրանից հետո եկել եք ոչ թե հիմա ասում եք Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կամ նրա թիմերը վատն են։ Դուք ասում եք վատն էին 18 թվին։ Բա որ 18 թվին վատն էին։ 21 թվին ժողովրդին որ ասում եք գան ձեզ միանան։ Ում միանան, երբ որ հիմա իրար եք ուտում։ Այսինքն դա նշանակում է ձեր նույնիսկ իրար քննադատելը այսօրվա գրաֆիկով մի կերպ կարելի էր հասկանալ։ Այսօր տեսանք մի բան լավ չեն անում։ Բայց եթե դու ասում ես նրանք էին պայմանավորվել, իսկ ինչ են իրար ուտում։ Երկուսն էլ այդ հարցում ճիշտ են։ Երկուսն էլ Նիկոլ Փաշինյանին օգնել են, մի ու վրա են գցում։ Սերժ Սարգսյանը քվեարկել են Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, անհրաժեշտ ձայներն ապահովել են։ Մերժի Սերժին շարժման ժամանակ ովքեր հրապարակում թրջկոտում էին, նրանք մտան Ռոբերտ Քոչարյանի ցուցակ, դառան պատգամավոր։ Հատ-հատ գիտենք։ Բայց այդ նույն մարդիկ, ովքեր գնացին կոալիցիա կազմեցին, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները Նիկոլ Փաշինյանի հետ, հիմա եկել ինչ եք ժողովրդին բացատրում։ Ընտրությունների նախաշեմով է պայմանավորված այս ամենը, պարոն Անդինյանը, 2026-ի սպասվող ընտրություններին են այսպիսով պատրաստվում ուժերը։ Իրանք գնացին ընտրությունների 2021 թվականին։ Չհավաքեցին բավարար ձայներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տուն ուղարկեն։ Դրանից հետո իրանք միավորվեցին։ Մի քանի ձևաչափերով փրկության միասնական շարժում եւ այլ, որից հետո դա անարդյունավետ եղավ եւ խորհրդարանում, եւ փողոցում։ Հիմա որպես իրանք իրանց գոյությունը արդարացնեն, եթե նորից գնան ասեն ժողովուրդ ջան, մեզ ձայն տվեք, գնանք խորհրդարան, որ ոչ մի բան չանենք։ Այդ չի ստացվում։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանն էլ օդ ու ջրի պես պետք է, որ նրանք կլնեն, որտեղ Նիկոլ Փաշինյանին պետք է, չէ, որ ինքը վերակենդանացնի նախկիններին։ Եվ դրա համար նախկինները ինչ են անում, ասում են եթե գնանք նույն ձևի պետք է ասեն նույն ձևի ինչ արեցիք, որ հիմա ինչ անեք։ Բերեք հիմա ուրիշ ձևաչափեր մտածենք, հասարակության աչքում միասին չերևանք։ Այսինքն թիրախ ընտրենք Փաշինյանին, ամեն մեկս մեր կողմից Փաշինյանին հարվածենք, բայց ավելի կատաղի իրար են հարվածում։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, մարդիկ, որոնք որ այս տարիների ընթացքում միավորման կոչեր էին անում, փրկության կոչեր էին անում, մեր համար նրանք դառել են նույնական։ Մենք չենք էլ տարբերել, որն է Քոչարյանի թիմից, որը Սերժ Սարգսյանի։ Հիմա որ մեկը մեկին տես կրակոտ քննադատում է, ասում են, հա, պարզվում է սա այն թիմից էր, պարզվում է սա այն թիմից էր, այս միասնական, բա որ են մարդիկ գային ձեզ միանային, որ թիմին էիք բաժանելու։ Բա դուք ասում եք միանում ենք, երկիրը փրկենք։ Հիմա ուր եք փրկիչներ։ Իրար մեջ եք ուզում պարզեք, ով է ավելի լավ ընդդիմություն, այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմա էլ չի կարողանում, ախր Ռոբերտ Քոչարյանի վրա խաղադրույք կատարի, 21 թվին ոնց գնացին ընտրության, որ եթե չընտրեք Փաշինյանին, բան Ռոբերտ Քոչարյանը գալիս է, Ռուսաստանից էլ աջակցություն ունի, Պուտինի ընկերն է եւ այլ։ Անկամ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց Ռոբերտ Քոչարյանի վերջի հանրահավաքը հրապարակում, որ շատ մարդ կա։ Ինչի ես գիտեմ, որ նաեւ Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց, որովհետեւ պետական հիմնարկներ բաժանել էին հատուկ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական այդ վերնաշապիկները, որով իրանք գնացել էին մասնակցելու եւ ցուցակով նշել էին ովքեր են հանկարծ չբացակայեք։ Այդ ով էր գելի սիրտ կերել գործող վարչապետի դեմ ընտրությունների ժամանակ պետական հիմնարկի աշխատողներին տաներ։ Տարան ամբողջը լցրեցին, որ ժողովուրդն ասի աման հետ է գալի։ Գնանք Փաշինյանին ընտրենք։ Հիմա այդ ամեն ինչը վաղուց բացահայտված է, այսինքն
Էդ էլ հիմա փորձեցին Գյումրու ընտրություններն էլ ասեն Ժողովուրդ ջան, բասմիկ նախկինները վերադառնալու շանս չունեն։ Տեսակ ինչ եղավ։ Այսինքն հիմա իրանք նույն ձևով ոնց որ Գյումրիում ունեցել համապետական ընտրությունները նույն ձևի ալնելու, եթե մեզ ձայն չտակ իրանք են գալու, որովհետև գործնականում այնպես ստացվեց, որ իշխանությունը անգամ չկարողացավ իշխանության համար հաճո ընդդիմություն գտնի, որ գոնե նրանք կարողանան այնքան ձայն հավաքեն, որ այդ ձայներով միանան կոալիցիա կազմեն։ Այսինքն այն ինչ որ արեցին Երևան քաղաքում, հանուն հայրենիքի բացատրեցին, որ պեսի նախկինները չգան, պետքա միավորվենք, բայց ուրիշ խնդիր կա։ Նույնիսկ եթե իրանք կարողանային դա ստեղծել, նա դեռ կարողանա 5%-ը հաղթահարի, որտեղ եթե 5%-ը չի հաղթահարում, ձայները փոշի անում է, համամասնորեն բոլորի վրա բաժանվեց, էլ իրանք 50%-ից ավել չստացան։ Այսինքն մնացած բոլորը միավորվեցին ընդդեմ իշխանության։ Այսինքն հիմա իրանք եզրակացություն են անելու, որ այդքան աջակցելը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին, որովհետև տեսեք 1000 դրամ մեկը մեկին տա, որ ասի տրանսպորտով արի հանրահավաք, ձայնագրում են, ձայնագրությունը տարածում են, էտով է ձայնագրում, էտով է մեր հեռախոսները լսում, որ ցանկացած պահի ով ում հետ խոսում է դուք տեղյակ եք, հերիք չի տեղյակ եք, մի հատ էլ գցում եք եթեր, տեսեք պայմանավորվել են, որ կաշառք են տալի գան հանրահավաք, հանրահավաքի կաշառքը որն է մարդուն ասում են կգաս մի կտոր հացել կուտես տեղ, մարդ ես գալիս ես հասնում ես հերու տեղից ես գալի, բայց հանրահավաքի 1000 դրամ ֆիքսող իշխանությունը չի ֆիքսում, որ ամեն ամիս 100,000-ավոր դոլարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրանց ակտիվիստներով բաժանում են, իրանց մեդիաները պահում են, մեդիայում եք աշխատում, գիտեք դա ինչ ծախսա, YouTube-յան ալիք եմ աշխատացնում, ես գիտեմ, մի հատ ամենակոմպակտ, ամենահամեստ ալիքը ինչ խնդիրների հետ ենք բախվում։ Այդ ինչ են կա, այդքանը որտեղից է իրանց։ Կամ այդ ակտիվիստները 7 տարի չեն աշխատում։ Այս sense ակտիվ իրանց որ կոտորում են, ամեն ինչի տեր են, ամեն ինչ ունեն։ Այդ Նիկոլ Փաշինյանը հետ չֆիքսեց, թե ինչ է կատարվում, այդ ինչ փողերով են այդ ամեն ինչը կարողանում անել։ Հասկայական զորք են, չէ՞ պահում։ Դե ոնց ֆիքսեն, ախր չէ որ այդ ամեն ինչը դա հիմա էլ ինչ են ասում դրդապատճառը։ Ֆիքսել ենք ձեր գույքը, կամած բռնագանձելու ենք։ Եթե դուք ուզում եք գաք իշխանության, որպեսզի ձեր գույքը փրկեք, դե պայքարեք, որ գաք ձեր գույքը փրկեք։ Այսինքն ստիմուլ է տալիս Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին, որպեսզի ձեր թալանածը փրկեք, կատաղի պայքարեք իմ դեմ։ Ինքն էլ ասի, որպեսզի այլընտրանք չառաջանա։ Ոնց 21 թվին նենց արին չառաջացավ, նենց էլ Գյումրու օրինակով ցույց տվեցին, որ իրանք այդ գծից դեռ չեն շեղվել։ Դեռ այդ ուղղությամբ են։ Պարոն Անտինյան, Սերժ Սարգսյանը վերահաստատել է հանրապետական կուսակցության դիրքորոշումը առայն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ այս իշխանությունը փորձում է այդ էջը փակել, այդ խնդիրը լուծված համարել։ Հիմա այս օրերին մենք տեսնում ենք արցախցիների բողոքի ակցիաները տարբեր գերատեսչությունների առջև, նրանք արդարադատության նախարարությանը ներկայացրեցին պահանջագիր եւ այդ պահանջագրի կետերից է ոչ միայն գերիների վերադարձը, այլև իրենց վերադարձը Արցախ։ Հիմա սկզբում սոցիալական խնդիրներով էր պայմանավորված այդ ակցիաները, արցախցիների դժգոհությունը։ Հիմա քաղաքական այս հայտարարությունները որ հնչում են, դուք ինչ դիտարկումներ կանեք այս ակցիաների հետ կապված տեսնել ուրիշ ականջներ։ Կարծիքներ են հնչում, որ նրանք ուղղորդվում են Կրեմլի կողմից։ Կրեմլին հարող այստեղի ուժերի կողմից եւ այս իրավիճակը որքանով է վտանգավոր կամ որքանով է հակասում Հայաստանի Հանրապետության շահերին։ Նախ որ Ղարաբաղի հարցը փակված չի, դա մենակ Սերժ Սարգսյանը չպետք է ասի, որ իմանանք, վերադարձի հարցն էլ փակված չի, իրավունքի եւ անվտանգության հարցն էլ։ Միջազգային շատ կառույցներ դրան անդրադառնում են, այնպես որ համարում են փակված չի։ Բայց ես առիթ ա եղել, որ բացատրել եմ նաև մեր արցախցիներին, որ եթե դուք ինչ-որ բան ակնկալում եք Արցախի հետ կապված, մոռացեք, որ այդ հարցը կարող է լուծել Նիկոլ Փաշինյանը կամ նրան համակիր որևէ ուժ, որտեղ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցը փակել է։ Եվ մոռացեք, որ որևէ ռուսամետ ուժ կարող է Արցախի հարցը լուծել, որովհետև նրանք պետք է դիմեն Մոսկվային, Մոսկվան Արցախի հարցը փակել է։ Մոսկվայի զորքը գտնվում էր Արցախում, նրանք պայմանավորված ասին, Պուտինը կանգնեց, ասեց Արցախը Ադրբեջանի կազմում է, բացի դրանից ոչ միայն մենք չենք մասնակցել դրան, այլ դուք պատկերացնում եք, որ արցախցին գտնվելով Արցախում,
Ռուսական զորքը կազմակերպեց ոչ թե մենակ թույլ տվեց, որ իրանք դուրս գան։ Հիմա Ռուսաստանը դուրս է գալու Ադրբեջանի դեմ, ճնշի, որ արցախցիները հետ գնան, այդքան միամիտեք։ Կամ այսօր Ռուսաստանը այդ կշիռը ունի Ադրբեջանի դեմ դուրս գա, Ադրբեջանի թիկունքին կանգնած Թուրքիան, աշխարհաքաղաքական է իրավիճակում։ Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ ամեն մեկը 10 տարի ուներ այդ հարցը լուծելու, որ չլուծեց, եւ ամեն ինչ արեց, որ հարցը ձգվի, Ադրբեջանը ուժեղանա, որ կարողանա պատերազմով վերցնի։ Ոչ միայն իրանք դրա համար են մեղավոր, բոլոր ռուսամետները չեն կարող լուծել, որտեղ իրանք մտածում են կգնանք կդիմենք Պուտինին։ Պուտինը արդեն իր հարցը լուծել է Ադրբեջանի հետ, Արցախի հետ կապված։ Ոնց եք պատկերացնում, արդեն դատարկված Արցախը Հայաստանից մարդկանց հետ տանելու ճնշում է գործադրելու Ադրբեջանի վրա։ Եթե Արցախցին նույնիսկ իր հայրենիքը կորցնելուց հետո մինչև այսօր հավատում է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին, որ նրանք են իր փրկիչը, իրանք ուրեմն դա չի հետաքրքրում։ Դրա համար է դա շատ տարօրինակ, որովհետև եթե իրանք նաև խոսում են վերադարձի մասին, որ դեպքում դա կարող է լինել։ Եթե արևմտամետ քաղաքականություն տարվի, մենք արևմուտքի հետ աշխատելու պարագայում, քանի որ արևմուտքը հիմա խնդիր է դնում ագրեսորին պատժելու, ինչքան ուզում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը փորձի Պուտինի շահերը նաև սպասարկելու քայլեր անել, ուշ թե շուտ հասկանում են, որ հավաքական Եվրոպան ավելի է կազմակերպվում, նաև անվտանգության խնդիր է դնում Եվրամիությունն իր համար։ Աշխարհագրությունն է մեծացնում Եվրոպայից, Ավստրալիայից մինչև Կանադա ներգրավում է դրա մեջ, որպեսզի կարողանան ագրեսորին պատժեն, եւ այդ պարագայում, եթե մենք գոնե մի շանս ունենանք, թեկուզ տեսական, դա նա է, որ մենք այդ ձևաչափի հետ նորմալ աշխատենք, առավել եւս որ եվրոպական կառույցներն են պարբերաբար ասում, ոչ միայն տարբեր երկրներ, այլև տարբեր կառույցներ, որ Արցախի հարցը փակված չի, տեղի ունեցել էթնիկ զտում, պետք է ապահովել իրավունքը, անվտանգությունը, մարդիկ դառնան իրենց բնորան։ Սա միակ շանսն է, որ կարող է մենք դա ունենանք, բայց եթե մենք տեսնում ենք, որ Արցախցին կտրականապես դեմ է նախկին իշխանությունների արածին գնահատական տալ, կտրականապես դեմ է Արցախը դատարկած Ռուսաստանի նկատմամբ կարծիք հայտնել, ես սոցիալական խնդրից անմիջապես անցնում է քաղաքական խնդիր ու քաղաքացիություն չի ցանկանում ստանա, ուրեմն սրա տակ ուրիշ հարց կա։ Այսինքն եթե դու համարում ես, որ դու Հայաստանի քաղաքացի էիր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընդամենը 23 թվականին որոշեցին, որ ասեն գիտեք ինչ, ձերը ընդամենը ճամփորդական փաստաթուղթ է, ոչ թե Հայաստանի քաղաքացիության անձնագիր, որը աբսուրդ է, դրա մասին չի խոսքը։ Բայց համարենք դուք գիտեիք, որ Հայաստանի քաղաքացի եք։ Հիմա իմացաք, որ Հայաստանի քաղաքացի չեք։ Դա նշանակում է ոչ մի երկրի քաղաքացի չեք։ Բայց ինչի՞ չեք ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ։ Ինչով է դա ձեզ զրկում պահանջատիրությունից, որ դուք ծնվել եք Արցախում եւ ուզում եք ապրեք ձեր բնորանում։ Դա որևէ ձևով խանգարում է։ Չի խանգարում։ Չէ, իհարկե չի։ Բայց դուք եթե գիտեիք, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, Արցախում եք ապրում։ Համանենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ դուք Հայաստանի քաղաքացի չեք։ Ո՞նց եք պահանջատեր լինելու վերադարձի։ Հայաստանի անձնագրով, բայց հիմա դուք եթե ոչ քաղաքացու կարգավիճակը ավելի է կարևորում ու քաղաքականացնում, այդտեղ երկու հարց է առաջանում։ Քանի որ խորհրդային միության կազմում եք ծնվել տարածքում, Ռուսաստանը պարզեցված կարգով քաղաքացիություն է տալիս, գերադասում եք նա այլ ոչ թե Հայաստանը քաղաքացիությունը, եւ երկրորդ քաղաքական առումով այդ հայտարարությունները արվում են նրա համար, որ որևէ տեղ փախստականի կարգավիճակ ստանան։ Որ ասեն Հայաստանի իշխանությունների դեմ քաղաքական պայքարում ենք, մեզ հալածում են։ Իրանք մի հալածյալի կարգավիճակով կարող, որովհետև խնդիրը որն է, եվրոպական երկրները հանգիստ կարող են ասել հարգելիս, Հայաստանը քեզ տուն է տվել, տեղ է տվել, ամեն ինչ արել է, մենք է կողքից փող ենք տալի։ Այսինքն Հայաստանը քեզ դուրս է անում, ասում է չէ։ Ասում է արի ապրի Հայաստանցու պես ապրի։ Քեզ ինչով է ճնշում։ Լա ասում Հայաստանցու պես ապրի, եթե հայաստանցի կարիքավոր կա, նրա փողն էլ կտրում եմ, սոցիալը քեզ եմ տալիս։ Ու այդ պարագայում, եթե դու չես ուզում Հայաստանի քաղաքացի դառնաս, ուզում ես դառնաս ենթադրենք բանը Չեխիայի կամ Սլովակիայի կամ չգիտեմ Հունգարիայի, հարց է ծագում, ով է քեզ նեղացնում։ Եթե պիտի քաղաքական պայքար լինի, չէ՞ որ իրանք համարեն, որ իրանք քաղաքականապես ճնշում են, որպեսզի դա մոտենա
փախստականի կարգավիճակ, հալածյալի կարգավիճակին մոտենա։ Իսկ դա ուղղորդվում է, ակնհայտորեն ուղղորդվում։